Լրատվամիջոցներով տարածված նոր սահմանադրության նախագիծը, որտեղ ոչ հայ ժողովրդի պատմական հիշողության հիշատակումը կա, ոչ էլ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, Արդարադատության նախարարությունից շտապում են հերքել, սա այն փաստաթուղթը չէ, որ նախատեսում են հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Արդարադատության նախարարի գլխավորած սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, նոր մայր օրենքի նախագծում բովանդակային ու խմբագրական փոփոխություններ կատարում, ինչպես ձևակերպում են գերատեսչությունից, սակայն այն, որ սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, հենց նախարար Սրփուհի Գալյանն էր օրեր առաջ հայտարարել, նշելով, թե նախքան դրա հանրայնացումը որոշում ունեն այն քննարկել իշխող կուսակցությունում։ Հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի։ Թեպետ լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթերում սահմանադրության նախագծի նախաբանը հղում չի անում անկախության հռչակագրին, բայց Արդարադատության նախարարությունից էլ առանց դետալներ հստակեցնելու նշում են, թե այնուամենայնիվ սա հրապարակման վերջնական տարբերակը չէ։ Վարչապետ Փաշինյանն անցնող շաբաթվա ընթացքում դարձյալ ձևակերպեց իր պատկերացմամբ, այո, նոր սահմանադրությունում պետք է չլինի այդ հղումը այսպես թե այնպես։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր։ Ժամը լրատվականին սահմանադրությունը բարեփոխող խմբից փոխանցում են, որ անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունում պահել չպահելու հարցն առայժմ քննարկման նույնիսկ չեն առել։ Խորհրդի անդամները նաև չգիտեն, թե երբ այդ հարցը օրակարգային կդառնա։ Ավելի վաղ էլ մեծ զրույցում խորհրդի անդամներից օրինակ քաղաքասարակությունը ներկայացնող Դանիել Յոհաննիսյանն ասել էր, թե երբ այդ հարցը քվեարկության դնեն, ինքը հավանաբար ձեռնպահ կմնա։ Մյուս անդամներից էլ նշել էին, որ այնուամենայնիվ Ալիևի հրահանգները կատարելուն դեմ են, բայց փորձագետների աչքը մեկ ուրիշ հանգամանք է առնում։ Վտանգավոր են համարում վարչապետ Փաշինյանի հայտարարություններն այս թեմայի վերաբերյալ, քանի դեռ անկախ խորհուրդն իր որոշումը չունի։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ էլ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանի անկախության հռչակագիրն իր սահմանադրական ուժով տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, ապա մասնագետներն այստեղ հիշեցնում են Հայաստանի բարձր դատարանի դիրքորոշումը։ Սահմանադրական դատարանի դատավորները եզրակացրել էին, թե երրորդ հանրապետության ծննդյան վկայականին հղում անելու ձևակերպումը իրավական ուժ ու նշանակություն չունի, բայց սա էլ փաստացի չի բավարարում Բաքվի բռնապետին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։